Հայաստանի քաղաքական դաշտում վերադասավորումներ են և նախընտրական փուլում առաջարկ Հայաստանի նախագծի շուրջ կոնսոլիդացիան ընդլայնվում է։ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով երկրում ծառացած բոլոր խնդիրները պահանջում են համակարգային լուծում։ Ասում է, ինքն ու թիմն ունեն դրա դեղատոմսը։ Արձագանքել ենք առաջարկ Հայաստանին այն նախաձեռնությանը, որով հանդես է եկել Գագիկ Ծառուկյանը, համարելով, որ նա շատ հոգեհարազատ է մեզ միասին շարժման և Հայաստանի դեմոկրատական կուսակցության համար։ Այս քննարկման արդյունքը պետք է լինի այն, որ առաջարկություններ, որոնք հնչում են մեր ելույթ ունեցողների, մեր մասնակիցների կողմից, այդ առաջարկները ամփոփվելու են որպես միասնական ծրագիր։ Եվ այն կներկայացվի նաև առաջարկ Հայաստանին։ Խնդիրը նա է, որ հենց հիմա է, որպես պետք է ազգային միասնություն, ազգային միավորում և մեր ներուժի միավորում։ Քաղաքական ուժերի դիրքավորումն ի վերջո պետք է արդյունավետ լինի։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը նույնպես համախմբման կողմնակից է։ Ներքին համերաշխության ու երաշխավորված խաղաղության կոնցեպտներում արտացոլված է այն, ինչ անհրաժեշտ է այսօր մեր հասարակությանն ու երկրին։ Երկու սկզբունքի շուրջ կա համախոհություն։ Այդ ես որպես առաջարկ Հայաստանին ծրագրի մասնակից կուսակցության ղեկավար եւ որպես մարդ, որ համախմբվել է Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ, կարևորում եմ, որ բոլոր ներկաները հատկապես հանրային համերաշխության սկզբունքն էին կարևորում եւ մերիտոկրատիայի սկզբունքը, այսինքն արժանավորների թիմ ստեղծելու խնդիրը։ Այս երկու հանգամանքը շատ կարևոր էր։ Ես ուրախ եմ, որ համախոհություն կար։ Առաջարկ Հայաստանին կոնցեպտը փակ կաբինետներում ձևավորված ձևաչափ չէ։ Դա ժողովրդի կողմից առաջարկների եւ լուծումների շատ համապարփակ համակարգ է, որը երբեք չի եղել հայկական քաղաքական դաշտում։ Պլատֆորմի շրջանակներում արդեն իսկ կան օրինակ անվտանգային հարցերի շուրջ շատ կարևոր դրույթներ, երաշխավորված խաղաղություն, որ խաղաղություն առանց երաշխիքների ինք խաղաղություն չի։ Շատ ցայտուն օրինակ է երիտասարդների հետ կապված, բոլոր այն գործընթացները, որ երիտասարդները շատ ակտիվ ներգրաված են այդ գործընթացի մեջ, խնդրեմ, կա արդեն հրապարակված բուկլետ, որտեղ երիտասարդները հրապարակել են իրենց տեսլականը, խնդիրները եւ լուծումները, շատ կարեւոր է լուծումները։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի խոսքով երկրում պետք է վերացնել քաղաքական մենաշնորհը։ Ինչ որ մենք բաներ ենք ասում, ցանկություններ եւ այլը, դա անհնար է իրականացնել, եթե երկրում գոյություն ունենալու քաղաքական մենաշնորհ։ Պետք է գնանք ընդառաջ հունիսի 7-ի ընտրությունների, որտեղ միակ համապետական ընտրությունն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետք է նոր կոնստրուկցիա, նոր կառուցվածք քաղաքական ձևավորենք։ Եթե չհաջողվի այդ նոր կառուցվածքը ձևավորելու, ուրեմն մենք չենք կարող այդ բոլոր ծրագրերը իրականություն դարձնել, բայց մի բան պետք է հաշվի առնենք։ Մենք այս ժամանակ չունենք։ Մենք պետք է հասնենք նրան, որ գոնե 65-ից 70% ընտրողների մասնակցեն ընտրության։ Այդ պարագայում անհնար է, որպեսզի լինի այն վերարտադրությունը, որի մասին իշխանությունը փորձում է ասել։ Հանդիպման, կրթությանն ու գիտությանը նվիրված հատվածում մասնագետները մատնանշում են կառավարության բացթողումները։ Համակարգի առաջ իշխանությունն ամբիցիոզ խնդիրներ չի դրել։ Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորը խոսում է օրինակներով, համեմատություններով։ 1956 թվականին, երբ որ առաջին անգամ արհեստական արբանյակ բաց թողնվեց դեպի տիեզերք, խորհրդային միության կողմից, արդեն սառը պատերազմի առաջին տարիներն էին, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը եւ հատուկ ծառայությունները հավաքվեցին, երկար քննարկեցին, ինչն է խնդիրը, ոնց ստացվեց, որ խորհրդային միությունը առաջ անցավ Միացյալ Նահանգներից, որտեղ մեծ մրցավազք կար այդ արդեն առաջ եկած սառը պատերազմի պայմաններում եւ եկան մեկ հիմնական, ուրեմն եզրակացության խորհրդային միությունը առաջ է անցել համասարանական կրթության ոլորտում։ Մրցավազքը սենց էր, ուրեմն ցեմենտի արտադրությամբ, պողպատի արտադրությամբ առաջ անցել աշխարհում, բայց մարդկային կապիտալը ցույց է տալիս, որ ամեն ինչի զարգացման ինքն է։ Օրինակ, եթե տասնյակ տարիներ, վերջի 15-20 տարում մեր բուհական համակարգում եւ մեր ուսանողները մեծ մասը, գոնե 90%, 85% բարձրակարգ, բարձր մոգերով սովորեին, մենք կպարտվեինք պատերազմում, թե դա ոչ մի կապ չունի։ Ես համոզված եմ, որ մենք չէինք պարտվելու։ Իշխանությունն այսպիսով կրթության ոլորտը տանում է անցանկալի տրանսֆորմացիայի։
Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոնի համար։